Մենք անցնենք առաջ եւ ներկայացնենք մեր հյուրերին։ Մեր տաղավարում են արդեն այսօր առաջին հյուրերը։ Ոչ թե առաջին, այլ արդեն երկրորդ հյուրերը, այն էլ խմբով են մեր հյուրերը, քանի որ տարվա վերջին պրեմիերան պիտի այսօր միասին անենք։ Երգի բառերը Հովհաննես Թումանյանինն է, երգել է այն առաջին անգամ Լեյլա Սարիբեկյանը։ Մեր տաղավարում է Adana Project-ը, Արիս Քարամյանը խմբի հիմնադիր, հարվածային գործիքներ Ինեսա Ավագյան, երգչուհին, Արութին Աղերի գիտարահարը, Համլետ Նալբանդյանը գիտարահար, այնպես որ կարծում եմ, որ այսօր լավ երաժշտություն ենք լսելու եւ լավ պրեմիերա ենք ունենալու մեր եթերում։ Բարի օր։ Շնորհակալ ենք պրեմիերան նաև այսպես մեր եթերով իրականացնելու համար։ Վստահաբար մենք բարբերաբար կլսենք այն որակյալ երաժշտություն իմ չափանիշներով, որակյալ երաժշտությունը, որը դուք մատուցում եք լսարանին։ Մի քիչ խմբի պատմությունից սկսենք, հա, ինչպես ստեղծվեց խումբը, ում նախաձեռնություններ։ Ուրեմն 2014 թվականի ես ու եղբայրս որոշեցինք, դե քանի որ մենք միշտ երազել ենք, որ ունենանք մեր խումբը, դե մի քիչ ավելի սկզբից հասեմ, մենք եկել ենք Թեհրանից, ծնվել ենք ընդ, բայց դե ընդ բարդություններ ա եղել, երբեք չենք կարողացել ունենանք մենք մեր սեփական խումբը, արդեն երբ որ վերադարձանք հայրենիք, միջոցները ստեղծվեց, կարողացինք ունենանք մեր խումբը, ստեղծեցինք եւ այդ գաղափարի շուրջ մտածեցինք, որ անենք մեր հայկական երգերը նորավոյս ձևով, մետալ, ռոք, սիմֆոնիկ եւ նոր ձևով մատուցենք ժողովրդին, լսարանին։ Դուք ունեք բազմաթիվ երգեր, որոնք հորա, ինչպես արդեն ասացիք, մի փոքր ավելի ծանր, այսպես ռոքային են, բայց ինչպես մենք հասկանում ենք, կան շատ ու շատ մարդիկ, ովքեր որ սիրում են այդ երաժշտությունը, ինչպես աշխարհում է այսօր շատ հայտնի այդ երաժշտությունը։ Արդյոք Հայաստանում հեշտ գտաք ձեր հեռուստադիտողին, հանդիսատեսին, լսարանը։ Երբ որ ստեղծում էինք խումբը, շատ էինք մտահոգված այդ առումով, որ ոնց կարձագանքի, ինչպես կընդունվի, այն որ մտածում էինք կամ կհաջողենք, կամ այն որ ընդհանրապես կոչինչանա այդ ամեն ինչը, որ բարեբախտաբար շատ լավ ընդունվեց այդ ամեն ինչը ու բավականի շատ կարճ ժամանակահատվածում բավականին լսարան ձեռք բերեցինք։ Խումբը ինչպես այսպես ասած գտաք իրար, ինչպես միավորվեցիք, հայտարարություններ իրար ճանաչում եք, ոնց եղավ այդ ամեն ինչը։ Ուրեմն խումբը երբ որ ստեղծվել է, ժամանակի ընթացքում, այս 10-11 տարվա ընթացքում բավականի անդամներ փոխողջուն ա եղել։ Հիմնականում դե ես ու եղբայրս ենք ստեղծողը խմբինը, Արինը եւ մեր հավատարիմ բաս գիտարահարը Գեղամ Ղազարյանը, որը որ Սիրիայից է, Ալեբից է, որ ներկա չի ցավոք սրտին, ու Համլետի ու Արութինի հետ էլ ցանոթ ենք եղել, ավելի լավ է իրանք բացատրեն ու Ինեսան, որ ոնց են միացել մեզի ու մնացածի մասին ընթացքում կխոսենք։ Սիրով։ Ինեսա, դուք ինչպես եք միացել թիմին։ Ես թիմին միացել եմ վերջերս, նախկինում ուրիշ երգչուհի էի եղել ու շատ ոգևորությամբ սկսել եմ աշխատել խմբի հետ, շատ արագ պատրաստել ենք նոր ալբոմ, արդեն բոլոր երաժշտական հարթակներում հասանելի է, կարող են բոլորը լսել, 2 նոր տեսահոլովակ ներկայացրեցինք խմբի հետ ու ջեր միջավայրը շատ։ Ինչպես են անցնում ընդհանրապես ձեր ստեղծագործական աշխատանքները, համերգներ, հա, երևի թե ավելի շատ կլուբային տարբերակում, որ ավելի ճանաչելիություն ունենաք։ Շատ հետաքրքիր է անցնում պրոցեսը, փորձերի, համերգների, քանի որ ես նոր եմ միացել խմբին, տղաները միանշանակ լիքը աշխատանքներ են կատարել մինչև ինձ, ես փորձել եմ դա ամեն ինչը սովորել ու հիմա տղաների հետ միասին նաև նոր գործեր ենք անում, որը ապագայում միանշանակ բոլորդ կտեսնեք եւ կլսեք։ Ձեր դեպքում ոնց եղավ, հա, միանալը խմբին։ Ես շատ վաղուց եմ ճանաչում Արիսին էլ, Արինին էլ, ժամանակին Արինը մի անգամ էլի ինչ-որ խմբին միանալու համար ինչ-որ գործերը ուղարկել էր, որ լսեի եւ այլն, բայց շատ շուտ էլի, այս չեմ հիշում ինչ պատճառներով այդ ժամանակ չէի միացել ու 2024 թվականին նորից ինչ-որ
ստացվեց որ հանդիպեցինք, հա, խոսեցինք, տենց արդեն ոնց որ ճիշտ ժամանակն էր երևի, էլի արդեն միանալու խմբին։ Այս պահի դրությամբ շատ ինտենսիվ փորձեր ենք անում, շատ նոր գործեր է սպասելու, հիմնականում հենց սեփական գործեր, որոնք արդեն կարող եք լսել նոր ալբոմում, որը որ արդեն ռիլիզ է եղել, Զարկ ալբոմը, տեսահոլովակ, նաև ռիլիզ է եղել նոր տեսահոլովակը մեր առանց քեզ երգի հետ կապված, Ես առաջարկում եմ դիտենք տեսահոլովակը, պրեմիերան անենք միասին, հետո վերադառնանք ու շարունակենք։ Մեր եթերում պրեմիերա էր եւ չգիտեմ, վստահ եմ մենք առավոտյան էլի հնարավորություն կունենանք լսելու, բայց ամփոփելով զրույցը կխնդրեմ ասենց ընդհանուր ասեք ինչպիսին է ռոք մշակույթը Հայաստանում ձեր գնահատականով։ Դե չգիտեմ ոնց բացատրեմ։ Երևի թե տենց ելնի որ իմ պատկերացումին ավել մոտիկ է ռոք մշակույթը, այդքան ուժեղ չի, այդքան տարածված չի, կարելի է աշխատել այս ճանապարհի մեջ երևի ժողովրդին ավելի մոտիկացնել ռոքին եւ երևի մետալին, բայց փորձում ենք։ Այդ ստեղծագործությունը մենք լսել ենք շատ ու լսել ենք շատ ուրիշ տեսանկյունից, այն ավելի շատ ժողովրդական էր, քան ռոկային, ամենավերջի այսպես գործիքավորումն էր, որ կարելի էր մտածել այս ստեղծագործությունը, ով է զբաղվում գործիքավորմամբ։ Իմ եղբայրս Արինը։ Ու նաև առիթից օգտվելով ուզում եմ ասեմ, որ այս երգը մեր ընկեր Անդրես Սիմոնյանն է մեզի առաջարկել ու մենք հատուկ թույլտվություն ենք ստացել Լեյլա Սարիբեկյանից, որը որ սիրով համաձայնվել է ու մենք շատ շնորհակալ ենք դրա համար, որը որ ստացել ենք այս երգը ու եղբայրս զբաղվել է իր գործիքավորմամբ ու բոլոր թիմի անդամները, խմբի անդամները ունեցել են իրաց ներդրումը ու հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր խմբից հեռացած, բայց միևնույն ժամանակ ինքը կա մեր կողքին, հիմա Ամերիկայում է, Ռոման Մնացականյանը, ինքը երկար տարիներ եղել է մեր խմբի գիտարիստը, որ այս հրաշալի սոլոն գիտարինը ինքնել։ Մի փոքր էլ խոսենք ալբոմի մասին եւ խնդրեմ։ Ալբոմը նոր է, ինչպես արդեն հասկացանք։ Հեղինակային երգեր կան ալբոմում։ Երկու հեղինակային երգ կա ալբոմի մեջ, ինչպես որ Ինեսան ասեց, ալբոմի անունը Զարկ է, ու ինչի համար Զարկ, նախկին մեր ալբոմը իր անունը եղել է Վերադարձ։ Վերադարձ, այն որ քանի որ ես ու Արինը վերադարձել ենք հայրենիք, եւ հայրենիք այնտեղն է, որ սիրտը զարկում է։ Ու տենցի մենք Որն է լինելի հաջորդ ալբոմի անունը։ Ձեզ մաղթում ենք հաջողություններ, նոր ռոկային ստեղծագործություններ, նոր գաղափարներ, նոր մտքեր։ Եվ որակյալ երաժշտություն իսկապես մեզ պետք է, թե եթերում, թե բոլոր այլ հարթակներում։ Մեր հեռուստաընկերությունն էլ հա շանսն էլ միշտ սիրով պատրաստ է լսարանին հրամցնել որակյալ երաժշտություն։ Դե շնորհակալ ենք այդ երաժշտությունը ստեղծելու համար։ Շնորհակալ ենք շատ։ Հույսով եմ առիթ ստեղծվի Հայաստանում ավելի շատ տեղ տան այս տիպի երաժշտության, ավելի գնահատվի, ցավոք սրտի շատ նեղ շրջանակներում են արձագանքում այս տիպի երաժշտության։ Ռոկային երաժշտությանը։ Ոչ թե մենակ ռոք, այլ մի քիչ ավելի ցանրոտի մասին խոսենք մետալ, որը որ բավականի տաղանդավոր խմբեր, երգիչներ, երգչուհիներ, երաժիշտներ կան այս ոլորտում, որը որ ցավոք
տեղ չկա, որ ուզենան։ Մի փոքր ժամանակ է պետք, որովհետև կարծես թե քայլում ենք արդեն առաջ։ Եթե խոսեինք այս թեմայի շուրջ մի քանի տարի առաջ, ապա այն ժամանակ էլ ավելի էր խնդիրները, քանի որ կար ընդամենը մեկ ոճ եւ բոլորը երգում էին այդ ոճը, որը կոմերցիոն էր։ Բայց հիմա կարող ենք վստահ ասել, որ իսկապես երգարվեստը բավականին ընդլայնված է եւ մենք էլ տեսնում ենք, որ ամեն օր մի նոր բենդ է ծնվում, մի նոր երգչուհի է ի հայտ գալիս, մեկը մեկից էլ ավելի որակյալ։ Իսկ ինչ ենք մենք անելու հիմա, Զարաստ, քեզ։ Մենք անելու, մենք գնալու ենք դիտենք գովազդ, Գովազդ։ որտեղ գովազդն է թափում մեր դուրը, վերադառնանք եւ շարունակենք։